Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Խորհրդարանական ընտրությունում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի նախնական արդյունքները պարզ են, ովքեր են առաջատարները։ Ինչ ծրագրով է առաջնորդվելու Մայր Հայաստան կուսակցությունը եւ ով է Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համարը։ Եպիսկոպոսատ ժողովը Հայաստանից դուրս ինչ կարգավիճակով է անցկացվելու։ Եպիսկոպոսատ ժողովի կարգավիճակը այն դառնում է եպիսկոպոսած հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է հավաքվելու են։ Հոսառատ ու վտանգավոր ճանապարհներ Երևանում, ինչ է անում քաղաքապետարանը։ Ես ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի էլի։ Խաղաղություն թե զիջումներ Մյունխենի համաժողովում հայտարարություն է արել Զելենսկին։ Ավարտվել է խորհրդարանական ընտրությունում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի առաջին փուլի 3-րդ տևած քվեարկության ձայների հաշվարկը։ Նախնական ցուցակում առաջատարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, առաջին քառյակում են Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը եւ Գևորգ Պապոյանը։ Կանանցից այս պահին ամենաշատ ձայները ստացել են Անահիտ Ավանեսյանը, Ալխազ Ղազարյանը եւ Հասմիկ Հակոբյանը։ ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկության 15 առավելագույն քվեներ ստացածներն են։ Նիկոլ Փաշինյան 894 քվե, Սուրեն Պապիկյան 780 քվե, Գևորգ Պապոյան 765 քվե, Արարատ Միրզոյան 743 քվե, Վահագն Ալեքսանյան 697 քվե, Ռուբինյան 687 քվե, Արայիկ Հարությունյան 668 քվե, Հայկ Կոնջորյան 663 քվե, Ալեն Սիմոնյան 628 քվե, Արսեն Թորոսյան 620 քվե, Դավիթ Խուդատյան 597 քվե, Ռոմանոս Պետրոսյան 579 քվե, Անահիտ Ավանեսյան 554 քվե, Ալխազ Ղազարյան 523 քվե, Վիլեն Գաբրելյան 516 քվե։ Հիշեցնեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի վերջնական կազմը կձևավորվի ապրիլի սկզբին կայանալիք համաժողովում։ Մինչ կուսակցությունը կհստակեցնի իր վերջնական ցանկը, հարց է առաջանում. ինչպես է ձևավորվում կուսակցության բյուջեն։ Ինչ բացահայտումներ է արել իմ գործընկեր Սեդա Գյուրեղյանը, դիտենք ռեպորտաժը։ Վարչաբենդի հունվարի 30-ին Պալադիում հոլում կայացած համերգի համար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ծախսել է ընդհանուր 8.5 միլիոն դրամ, պետբյուջեից 0 դրամ ծախսով։ 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից։ Միջոցներով է արվել, քանի որ ասում են ինչու են գաղտնի բանում, եթե թափանցիկ իշխանություն եք, ինչու է գաղտնի բանում։ Ինչ միջոցներ։ Կուսակցության միջոցներով է դա եղել։ Կուսակցության։ Հա։ Իսկ ինչպես է ձևավորվում կուսակցության բյուջեն։ Գումարների հիմնական մասը բյուջե է մտնում նվիրատվություններից։ Քաղաքացիական պայմանագրի դեպքում այս ընթացակարգը այնքան էլ հարթ չէ։ 2022-ից ի վեր հրապարակվող քաղաքացիական պայմանագրի նվիրատուների ցուցակներում պարբերաբար խախտումներ են արձանագրվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանության գալուց ի վեր աչքի է ընկել կուսակցության նարված խմբակային նվիրատվություններով, որոնցում մասնագետները խախտումներ էին արձանագրել։ Civilnet-ը պարզել էր, որ 140 նվիրատուներից բոլորը բացի 6-ից քաղաքացիական պայմանագրի թեկնածուներ են եղել 2022-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ավագանու ամենակիչը 10 թեկնածու էլ տարբեր քաղաքներից նույն օրը քաղաքացիական պայմանագրին փոխանցել էր նույն չափով գումար։ 26 ավագանու անդամի նվիրատվությունը կազմել է հայտարարագրում լրացված եկամուտի գրեթե կեսը։ 2022-ին 4 հոգի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը նվիրաբերել է 2.5 միլիոն դրամը գերազանցող գումար, անանուն փոխանցումներ է արել, որ արգելված են օրենքով։ Սա պատճառ դարձավ 2024-ին քրեական գործի հարուցման։ Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հատկանիշներ չէր հայտնաբերել։ Գործը կարճվեց նախորդ տարեվերջին։ Հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։ Եթե լիներ իրական քաղաքական կամք այդ ամբողջը քննելու, բացահայտելու, հանգիստ կարող էին, նաև հաշվի առնելով արժանահավատ տեղեկությունները։ 2023-ը նշանավորվեց քաղաքացիների ստորագրությունն ու անձը հաստատող փաստաթուղթն օգտագործելով քաղաքացիական պայմանագրին անհայտ ծագման 2.5 միլիոն դրամներ փոխանցելու պատմությամբ։ Ինֆոկոմն էր հետաքննել։ Անանուն քաղաքացուն ծանոթներից մեկը խնդրել էր բանկում ստորագրել բանկային թղթի տակ։
Այդ պահին, որ գումարի չափը տեսա, ուզում էի հասկանալ, իմ աշխատավարձով ես ոնց կարամ այդքան փոխանցեմ։ Երկրորդ հարցն էլ, այդ գումարն իրենց բա որտեղից է գնալու, եթե ես չեմ հիմա այդ փողը փոխանցում։ 2021-ին կառավարության նոր բարեփոխումներով արգելվեցին բիզնեսների կողմից նվիրատվությունները։ Փոխարենը սկսեցին բիզնեսների հետ փոխկապակցված անհատները խոշոր գումարներ փոխանցել քաղաքացիական պայմանագրին։ 2023-ին 2.5 միլիոն դրամ փոխանցած 140 նվիրատուների մեծ մասը կապակցված էր տարբեր բիզնեսների հետ։ Առնվազն 8-ը աշխատում էին Երեմյան Project-ում։ Վիլաշին, Ջերմուկ Group, Zover Construction, Magnolia Comfort 2, GAH, GMK Partners, Stroymaster Միխայիլ, Անվտանգության ապահովման մասնավոր գործունեություն իրականացնող Արագ արձագանքման գվարդիա ընկերությունների հետ փոխկապակցված անձինք ևս թույլատրելի առավելագույն չափով գումար են փոխանցել քաղաքացիական պայմանագրին։ Խոշոր 1 միլիոնից մինչև 2.5 միլիոն դրամ նվիրատվություններով հետ չեն մնացել նաև քաղաքական գործիչներն ու նրանց փոխկապակցված անձինք։ Այս առումով հատկանշական է հատկապես 2024 թվականը։ Ակտիվ են եղել ՔՊԱ-ական Խաչատուր Սուքիասյանին եւ նրան պատկանող Սիլմա Ազա ընկերությանը փոխկապակցված անձինք 9 հոգի, յուրաքանչյուրը 2.5 միլիոն դրամով։ 2024-ին քիչ չէին խմբային նվիրատվությունները, 4 տարբեր խմբային փոխանցումներ իրար հաջորդող մի քանի ամսվա ընթացքում։ Մարտի 29-ից ապրիլի 2-ը 12 հոգուց 29 միլիոն, մայիսի 13-ից 17-ը 34 միլիոն, որից 32 միլիոնը 1 եւ ավելի միլիոն դրամ փոխանցած 13 նվիրատուներից։ Հունիսի 5-ից 13-ը 20 միլիոն, որից 14.5 միլիոնը 1 եւ ավելի միլիոն դրամ փոխանցած 11 նվիրատուներից։ Սեպտեմբերի 16-ից 17-ը 11 նվիրատուներից 20 միլիոն դրամ։ 2023-ից 25 թվականներին կառավարությունը 200-ից ավելի ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել։ Ինֆոքոմը պարզել է այդ ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 միլիոն դրամի նվիրատվություններ են կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն ու Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ Սամվել Ալեքսանյանին պատկանող յոթ ընկերություն 8 անգամ 26 միլիարդ դրամի մաքսային արտոնություն է ստացել, ինչը կազմել է ընդհանուր արտոնությունների 17.15%-ը։ 2025-ին «Իմ քայլը» հիմնադրամին Ալեքսանյանի Mobile Center-ը փոխանցել է 10 միլիոն դրամ։ Արտոնություն ստացածների ցուցակի երկրորդ հորիզոնականում Կարեն եւ Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող բիզնեսներն են, երրորդ տեղում Ոսկե կաթ ընկերությունը, միասին 38.8 միլիարդ դրամ։ 12 միլիոն դրամ են 2023-ից 24 թվականներին կառավարությունից մաքսային արտոնություն ստացածները նվիրաբերել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, սակայն այս թիվը հնարավոր է ավելի մեծ լիներ։ Միայն անունների հրապարակումը բարդացնում է նույնականացումը։ Այս մասին Transparency International կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանն է փաստում։ Սա ստեղծում է միայն թվացյալ թափանցիկության պատկեր։ Թափանցիկությունը, եթե չի զուգակցվում հաշվետվողականության մասնակցության հետ, դառնում է մի շատ վտանգավոր եւ ապակողմնորոշող բան, որի քողի տակ շատ ավելի կարեւոր բաներ թաքցվում են։ Օրինակ անուն ազգանունները բաց հրապարակում են, բայց կան անուն ազգանուններ, որոնք հարյուրներով կարող են լինել Հայաստանում։ Էլ ինչ թափանցիկության մասին է այստեղ խոսքը։ Այս ֆոնին կուսակցության ֆինանսավորման նախորդ տարիների օրինաչափությունները ձևավորում են այն մեկնարկային պատկերը, որի պայմաններում քաղաքացիական պայմանագիրը մտնում է նախընտրական տարի։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Խորհրդարանական ընտրությանը ընդառաջ կայացել է նաև Մայր Հայաստան կուսակցության համաժողովը։ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ քննարկումների եւ երկխոսության արդյունքում դրական համարելով Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին ծրագիրը խորհրդարանական ընտրությանը մասնակցելու են այդ ծրագրով։ Նրա խոսքով Մայր Հայաստանը դառնալու է առաջարկ Հայաստանին ծրագրի համահեղինակ։ Իսկ ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը անցումային համակարգողի կարգավիճակով։ Այսինքն Նարեկ Կարապետյանը կատարում է միջանկյալ կազմակերպչական եւ համակարգող դեր մինչեւ քաղաքական գործընթացների ամբողջական ձևավորումը։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել էր, որ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։
Այսօր Ավստրիայում կհավաքվեն եպիսկոպոսները։ Մայրաթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Նաթան arքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոսի բացակայության պայմաններում ժողովը կդառնա եպիսկոպոսաց հավաք։ Սրբազանի խոսքով անկախ ստեղծված վիճակից եկեղեցականները կհավաքվեն եւ կքննարկեն օրակարգային հարցերը։ Սա մի ծրագիր է եկեղեցու դեմ եւ այդ ծրագրի ընթացքում ամեն կերպ ուզում է ապացուցվել, որ եկեղեցին պիտի անի այն, ինչ որ մենք ենք ուզում, որ եկեղեցին պիտի դառնա պետության մի կցուրդ։ Եվ այդ կցուրդը պիտի շարունակի այն քաղաքական ուժերի ցանկությունը, որ իրանք ունեն։ Սովորական լինելու է մեր եպիսկոպոսների հավաքը, բնականաբար ոչ թե հավաքվելու են այնտեղ իրար կարոտած լինելով ինչ որ ձևով ժամանակ անցկացնելու, այլ շատ հստակ է։ Եպիսկոպոսները այդ օրերին իրենց աղոթական միասնությամբ, որովհետև մեր օրակարգի մեջ հատուկ նաև աղոթական մասը կա ծրագրի, քննարկելու են մեր եկեղեցու այսօրվա որոշ հարցեր եւ հատկապես շատ լավ գիտեք ամենաակտուալը ինչն է։ Հիշեցնեմ, որ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովից 2 օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել վեհափառ հայրապետի դեմ եւ արգելել նրան լքել երկիրը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Մայրաթոռը անհիմն եւ անօրինական է որակում վեհափառի նկատմամբ գործողությունները, նշելով, որ դրանք ունեն ընդգծված քաղաքական բնույթ։ Իսկ եպիսկոպոսատ ժողովի անվան տակ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելու Փաշինյանի նոր մեղադրանքին Նաթան arքեպիսկոպոսը արձագանքել է, որ Մայրաթոռը, հայ հոգևորականությունը եւ ամենայն հայոց կաթողիկոսը երբևէ չեն լքի Հայաստանը, եթե նույնիսկ ոմանց պատճառով չլինի Հայաստանը։ Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա, չի կարող հսկել ոչ իր սահմանները, ոչ իր մաքսատները, դա ինչի մասին է խոսում։ Եվ ի վերջո շատ լավ գիտեք պատմությունից, որ 1441-ից երբ վերստին Մայրաթոռը վերադարձավ Հայաստան, 700 տարի է Հայաստանում է եւ հավիտենաբար Մայրաթոռը լինելու է Հայաստանում։ Եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։ Երբևէ Մայրաթոռը հայ հոգևորականը եւ հատկապես ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանը չի լքի։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի քահանայից դասը դատապարտել է Հայաստանի իշխանության գործողությունները։ Քահանայից դասը իշխանության գործողությունները համարում է հակաեկեղեցական, հակասահմանադրական եւ կեղծ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին, որը խաթարում է եկեղեցու բնականոն ընթացքը։ Ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, եկեղեցի պետություն կարգավորող բոլոր օրենքները, իսկ նպատակը մեկն է՝ եկեղեցին եւս հնազանդեցնել իրենց ամոթալի եւ հակազգային ծրագրերին։ Բոլոր այն անձինք, որոնք դավադիր հոգով, պառակտիչ մտքով, հակահայ ընթացքով այսօրը ներկեցին սևով, պիտի մինչեւ 7 սերունդ նզովյալ լինեն։ Կոչ ենք անում աշխարհասփյուռ մեր բոլոր հոգևոր եղբայրերին եւ համայն հայ քրիստոնյաներին չլռել եւ դատապարտել մեր սուրբ եկեղեցու դեմ մղվող այս հակաքրիստոնեական արշավը։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը եւս քննադատել է ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված երկրից չհեռանալու արգելքը եւ ընդգծել, որ այն չունի իրավական հիմք։ Թաթոյանը նշել է, որ քրեական հետապնդումն ու հարկադրանքի միջոցը քաղաքական ճնշման հստակ օրինակ են եւ ոչ մի կերպ չեն կարող արդարադատության շրջանակում ընկալվել։ Երբ իշխանության մուրճը հարվածում է կաթողիկոսարանին եւ կաթողիկոսին, դա հանցավորության դեմ պայքար չէ, դա փորձ է ենթարկելու իրեն ինստիտուտը, որը նվիրական է։ Ավելի հին է, քան ցանկացած քաղաքական կուսակցություն եւ քաղաքական ցանկացած գործիչ։ Մեր երկրում հաստատված է անձնիշխ
Այս ֆոնին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ պաշտպանելով վեհափառ հայրապետին եւ մայր աթոռը։ ՀՀԿ-ն ընդգծել է, որ քրեական գործի հարուցումը նպատակ ունի թուլացնել եկեղեցին, մեկուսացնել նրա առաջնորդին եւ խաթարել կապը աշխարհասփյուր հայության հետ։ Կուսակցությունը կոչ է անում հոգեվոր դասին, հավատացյալ ժողովրդին եւ Սփյուռքին միաբանվել եւ պահանջել ազատ արձակել ձերբակալված հոգեվորականներին ու վերացնել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ազատ տեղաշարժվելու արգելքը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասին եւ հավատացյալ ժողովրդին միաբանվել ի պաշտպանություն մայր աթոռի, իրենց ձայնը բարձրացնել աղոթքով ու բողոքով եւ ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի հանդուրժի իր հոգևոր սրբատեղիի պղծումը։ Սփյուռքին հաշվի առնել, որ Սուրբ Էջմիածնի համար պայքարը հայի ինքնության պահպանման համար գոյապայքար է եւ պահանջել միջազգային կառույցներից ու օտարերկրյա կառավարություններից ճնշում գործադրել Փաշինյանի ռեժիմի վրա դադարեցնելու հալածանքները։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին եւ դիվանագիտական կորպուսին դատապարտել կրոնական ազատության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքների դեմ այս աննախադեպ հարձակումը։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի խոսքով Փաշինյանի այս քայլերը ոչ միայն խախտում են օրենքն ու սահմանադրությունը, այլև դելեգիտիմացնում են թե հայոց պետությունը, թե գործող իշխանությանը։ Միայն նիկոլական իրավական Հայաստանի 4-րդ հանրապետությունում է հնարավոր, որ վարչապետը, դատավորները, դատախազն ու քննիչները խախտելով սահմանադրությունը, օրենքները եւ քրեական օրենսգիրքը միջամտեն եկեղեցու գործերի մեջ, իսկ հետո հենց այդ միջամտության առիթով քրեական գործ հարուցեն վեհափառի դեմ արգելելով նրա ելքը երկրից։ Իր անօրենք հայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը, առանց հասկանալու, որ դրանով դելեգիտիմացնում է նաեւ սեփական իշխանությունը։ Գրեթե 3 ամիս կալանավորված մայր աթոռի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ միջազգային փորձաքննությունների արդյունքները հաստատում են սրբազանի անմեղությունը հայտնի տեսագրությունների վերաբերյալ։ Փաստաբանը նշել է, որ մանրամասները կհրապարակի մոտակա օրերի մամուլի ասուլիսին։ Փորձագետները ի թիվս այլնի հանգել են հետևյալ եզրակացություններին։ Տեսագրության բովանդակությունը կեղծ է եւ ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ։ Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել։ Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։ Իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանը Իզմիրլյան բժշկական կենտրոնից դուրս կգրվի վաղը փետրվարի 17-ին։ Սրբազանը կշարունակի գտնվել բժիշկների հսկողության տակ, հայտնում են բժշկական կենտրոնից։ Ավելի վաղ Արտաշես Սարգսակ Աջապահյանը հայտնել էր, որ Սրբազանը կտեղափոխվի Գյումրի։ Առատ տեղումներից հետո Երևանի ճանապարհները դարձել են փոսառատ ու վտանգավոր։ Որոշ հատվածներում վարորդները ստիպված են հանկարծակի արգելակել կամ շրջանցել խոր փոսերը, ինչը վթարային ռիսկ է ստեղծում։ Բազմաթիվ բողոքներից հետո այս թեմային այսօր անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվել փոսհալցման ուղղությամբ եւ առաջնահերթություն տրվել է արդյոք առավել վտանգավոր հատվածներին, թե ոչ։ Ուրբաթ օրվանից սկսել ենք բուն փոսհալցման աշխատանքները, ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերի ընթացքում մոտավորապես կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք եւ արդեն իսկ ասֆալտապատվել է 2100 քառակուսի մետրը։ Նաեւ միաժամանակ արվել է 1000-ից ավել տեղային լուծումներ, այսինքն հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավել փոսերին։ Ունեցել ենք միայն բարդություն շաբաթ օրի եղանակի հետ կապված, այլ դեպքում բարդություն չենք ունեցել։ Իսկ մեր ահազանգերի քանակը հիմնականում քանիսն է։ Մեզ մոտ մեր շինբարեկարգման վարչության տակ գտնվող փողոցների ահազանգը 300 մի քիչ անցավ։ Բայց դեռ չենք նվազեցրել այն փոսերը, որոնք արել ենք ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերին զուտ աշխատանք։ Բայց կան փոսեր, որոնք ոչ շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթությունն է։ Միանշանակ բան կա։ Իսկ հիմա Շիրակի փողոցում արվել է աշխատանք։ Շիրակի փողոցում իմանալով արվել է հրատապ լուծման աշխատանքներ, ի նկատ բազմակի փոսերի մասին եք ասում լուկերի դիտահորերի կողմ։ Անգապրելան, դուք ինչ կասեք։ Դիտահորերի Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս բային չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից նաև մեր կողմից աշխատանքներ են տարվելու
այդ մեծ փոսերը, որ կա, լսնենք, որպեսզի հետագայում Ան Գաբրիելյան, այդ ես ձեզ մի 4 օր առաջ եմ ասել, 3-4 օր առաջ, ինչի է, նոր տենց հիշեցիք, որ դա պետք է այսօր արվի էլի։ Այս օրերին աշխարհը ուշադիր հետևում էր Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ժամանակ էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չափազանց հաճախ խոսում է Ուկրաինայի զիջումների անհրաժեշտության մասին, սակայն մոռանում է հիշատակել այն զիջումները, որոնք կարող է անել Ռուսաստանը։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս շուտ հասնել խաղաղության, սակայն այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի։ Մինչ այդ Իրանի ներսում չեն մարում հունվարին մեկնարկած բողոքի ցույցերից հետո հասարակական դժգոհությունները։ Իրանի նախագահը նշել է, որ երկրի իշխանությունը չի կարող պարզապես անտեսել խնդիրները եւ պարտավոր է բուժել հիվանդությունը, ոչ թե սրել այն։ Մենք ամաչում ենք տեղի ունեցածի համար եւ ցավալի է, որ մեր երիտասարդները տուժել են, հայտարարել է Փեզեշչյանը, ընդգծելով, որ այս միջադեպերի մեծ մասը հրահրել են արտասահմանից։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զարա Սարգսյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը 3 անգամ հարձակվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան վրա, դա անվանելով դիտավորյալ հարձակում։ Ալիևն այդ մասին ասել է Մյունխենում կազմակերպված պանելային քննարկմանը։ Առաջին հարձակումից հետո մենք ենթադրեցինք, որ դա պատահականություն է, եւ մեր ռուս գործընկերներին տրամադրեցինք Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր կոորդինատները։ Այս ամենին հաջորդեց եւս 2 հարձակում։ Այսպիսով սա միտումնավոր հարձակում էր Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա, ասել է նա։ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ունենալու թույլտվություն։ Մյունխենում Բլումբերգին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով մերձավոր արևելքում ռազմական ներկայության ուժեղացումը պետք է այաթոլաների ռեժիմի համար ծառայի որպես զսպման գործոն։ Միջուկային համաձայնության հասնելու համար Իրանը պատրաստ է փոխզիջումային տարբերակներ քննարկել Միացյալ Նահանգների հետ, սակայն այն դեպքում, երբ ամերիկացիները պատրաստ լինեն քննարկել պատժամիջոցների վերացման հարցը։ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ Ռավանչին։ Պաշտոնյան ասել է, որ գնդակն այժմ Միացյալ Նահանգների դաշտում է, եւ նրանք պետք է ապացուցեն, ուզում են արդյոք համաձայնության հասնել։ Լեհաստանը պետք է ընթանա սեփական միջուկային զենքը ստեղծելու ուղով, հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, հավելելով, որ ինքը Լեհաստանի միջուկային նախագծին միանալու մեծ կողմնակից է։ Դա այն ուղին է, որով մենք պետք է ընթանանք։ Մեր երկիրը գտնվում է զինված հակամարտության հենց սահմանին։ Ագրեսիվ կայսերական Ռուսաստանի վերաբերմունքը Լեհաստանի նկատմամբ քաչ հայտնի է, ասել է նա։ Ռուսաստանը հասկանում է միայն ուժի լեզուն, Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նրա պնդմամբ Ռուսաստանը չի ձգտում խաղաղության։ Մենք պետք է թույլ տանք հարվածել Ռուսաստանի տարածքին, որովհետև միակ լեզուն, որ Ռուսաստանը հասկանում է, ուժի լեզուն է, ասել է Դանիայի վարչապետը։ Արգենտինայում արդեն քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում նախագահ Խավիեր Միլեի առաջարկած բարեփոխումների դեմ։ Հիմնական փոփոխությունները վերաբերում են աշխատանքային օրենսդրության ազատականացմանը, ներառյալ աշխատանքի ընդունման եւ ազատման նոր կանոնները, ինչպես նաեւ գործադուլի իրավունքի սահմանափակումը։ Օրինագիծն այժմ ներկայացվել է խորհրդարանի ստորին պալատ։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարակ Օբաման «Ստելու կարիք չկա» ոդքասթի ժամանակ պնդել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն։ Այլմոլորակայիններ գոյություն ունեն, բայց ես նրանց չեմ տեսել, ասել է Օբաման։ Չինաստանում առաջին անգամ ներկայացվել է թափանցիկ հատակով ինքնաթիռի կոնցեպտ։ Այն ստեղծողների կանխատեսմամբ ուղևորները թռիչքի ժամանակ կկարողանան տեսնել ինքնաթիռի տակ բացվող տեսարանը։ Այս անսովոր լուծումն արդեն բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ոմանք նախագիծն անվանում են ավիացիոն նախագծման ոլորտում առաջընթաց, իսկ մյուսները կասկածի տակ են դնում դրա գործնականությունը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։